Բարև, սիրելիներ թվոց 7-րդ գլխուն մեջ կտեսնենք, որ Մովսես գավարդե Խորանին գարկատրությունը և Իսրայելի յուրաքանչյուր ցեղի իշխանները իրենց ընձաները կբերեն Տերոջ։ Եվ Աստծո հոգին արձանագրած է հոս, այնինչ որ այս իշխաններեն յուրաքանչյուրը տվավ Տերոջ, նույնիսկ թքալ մխունգ։ Տերը չանդեսեր մեր տված նույնիսկ ամենափոքր գումարը։ Հիշեցեք ինչպես մեր Տեր Հիսուսը նկատեց աղքատ այրի կնոջ, որ 2 լումա տվավ, և ըսավ, որ ան իր ունեցածեն ավելին տվավ, ավելին, քան ուրիշները։ Եթե արատ ունիս, պետք է արադացերնությամբ տաս, բայց եթե ոչինչ ունիս, այլ միայն մեկ գավաթ բաղ ջուր տալու անոր անունով, ան պիտի արձանագրես այն քեզի վարձատրելու համար։ Թվոց 8-րդ գլխուն մեջ Տերը հրահանգներ տվավ, թե ինչպես պետք է վարեն ջրակները սուրբ վայրին մեջ։ Հիշեցեք, որ աշտանակը պատրաստված էր զուտ ոսկիե և ձևավորված էր նուշի ջուղերու տեսքով, որում վրա նուշի ծաղիկներ կար աշտանակները գրելու համար։ Աշտանակը Քրիստոսի գադարյալ պատկերն է։ Ջրակին լույսերը կներկայացնեն Սուրբ Հոգին, բացահայտելու Քրիստոսի գեղեցկությունը։ Աշտանակը ինքնին կխոսի Քրիստոսի մասին, որ կպահե Սուրբ Հոգին։ Ան Սուրբ Հոգին ղրկեց աշխարհ, որ վերցնե Քրիստոսի բաները և մեզի ցույց տա։ 8-րդ գլխուն 5-26 համարները կվերապերին ղևտացիներու սրբագործումին և ղևտացիներու ավազանին մասին։ Հիշեցեք, որ ղևտացիները արդեն եկած էին բղինցե զոհասեղանին առջև, ինչպես մենք Քրիստոսի խաչին առջև։ Երբ ղևտացիները եկան ավազանին մոտ, այդ մաքրվելու համար էր, ցույց տալով, թե ինչպես Աստված գուզե, որ իր ծառաները մաքուր մնան։ Առաջին բանը, որ անոնք կրին, ջուր սրսկեցին։ Այս կնմանի մեզի սիրելիներ, որ երբ մենք կծառայենք Աստծո, մենք պետք է խոստովանենք մեր մեղքերը և թույլ տանք, որ Քրիստոսի արյունը մաքրե մեզի։ Այսպիսով, մինչ ավազանը հավատացյալին դեղն է, բղինցե զոհասեղանը այն վայրն է, ուր մեղավորը կրնա Աստծո առջև գալ։ Երկրորդ բանը, որ պետք է ըներ ղևտացին, սափրվիլն էր սուր ածելիով։ Այդ ածելին ճիշտ նման է Աստծո խոսքին, արագ և կենդանի ու զորեղ և ամեն երկսայրի սուրե գդրուկ, որ կթափանցե մինչև շունչը ու հոգին և հոդվածները ու ծուծը։ Քանի որ Աստծո խոսքը կրնա խորանալ ձեր կյանքերում մեջ։ Եվ երրորդ բանը, որ կնե ղևտացին, իր հագուստները լվալն էր։ Երբ հագուստը կհիշվի Սուրբ Գիրքի մեջ, այդ սովորաբար կխորհրդանշե կյանքի սովորություններուն, որոնցմե մենք պետք է ցերպազատվենք։ Չորրորդը, ղևտացին պետք էր հաց ընձա բերեր և զվարակը ողջագեզի համար և ուրիշ զվարակը մեղքի ընձա։ Սիրելիներ, այս ընձաները ուղղակիորեն կխոսին Քրիստոսի մասին, ինչպես որ քննարկեցինք նախորդ գլխուն մեջ։ Ողջագեզը կխոսի, թե ով է Քրիստոս, իսկ խաղաղության ընձան կխոսի խաչին վրա անոր մահվամբ ցերկ բերած խաղաղության մասին։ Հացի ընձան կխոսի, թե որքան հրաշալիորեն ան կհոգա և կգերագրե մեզի, իսկ մեղքի ընձան կխոսի այն զոհաբերության մասին, որ ան ըրավ և կշարունակի ընել մեզի համար։ Ետքը կհասնենք Թվոց գրքին 9-րդ գլխուն, որ հրահանգներ կուտա, թե ինչպես պետք էր իսրայելցիները հիշեին Զադիկը անապատին մեջ։ Այդ ընդհանրապես ամբես սյունին մասին էր, որ Իսրայելի զավակները ունեին, որ այդ Շեքինայի փառքն է, Աստծո հայտնության փառքը, որ անոնց կզանազաներ ուրիշ որևէ ազգե։ Հիշեցեք, որ Մովսես չէր որ գորոշեր, թե անոնք այսօր կամ վաղը պիտի քալեին, կամ թե երրորդ օրը իջևան պիտի ընեին։ Աստված էր, որ գորոշեր։ Եվ Աստված ամբի ու գրագի սյուները բարձրացնելով, ան իր հրահանգը դեսանելի կդարձներ մարդոց։ Եվ մեզի համար տասը այն է, սիրելիներ, որ Տեր Հիսուս Քրիստոս գլուխն է եկեղեցիին և ան է առաջնորդը, մեր ընելիքը իրեն հետևիլ է։ Սիրելիս, անոր համար կարևորը այն է, թե ինչպես կուտաս, ինչպես սուրբ կյանք մը գաբրիս և ինչպես կհետևիս Տերոջը։ Ամեն։